Հնարավոր չի հանդիպել Աստծո խոսքին ու չփոխվել։ Ու այսօր ես ուզում եմ այդ փոխված կյանքի մի օրինակ բերեմ Հովհաննես ավետարանի 8-րդ գլխում կա մի հրաշալի պատմություն, երբ մի կին հանդիպեց Հիսուսին ու իր կյանքը փոխվեց։ Ասելով մի կին, ես նկատի ունեմ ոչ միայն կոնկրետ այդ կնոջը, որը հանդիպեց Քրիստոսին, այլ նկատի ունեմ ամեն մի մեղավոր մարդու, որ հանդիպում է Քրիստոսին, որոնցից մեկը ես եմ։ Հովհաննես ավետարան 8-րդ գլխի մեջ առաջի խոսքից մինչև 11 խոսքը գրված է մի հետաքրքիր պատմություն։ Մի կին էր, որը բռնվել էր շնության մեջ, շնության մեղքի մեջ։ Երբ խոսքը գնում է շնության մասին, դա ասում է նրա մասին, որ այդ կինը ամուսնացած էր։ Այդ կինը ամուսնացած էր ու ինչ պատճառներով նա բռնվել էր այդ մեղքի մեջ։ Եվ փարիսեցիները եւ դպիրները օրենքի մարդիկ բռնեցին այդ կնոջը եւ բերեցին Հիսուսի մոտ։ Նրանք բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի Հիսուսի մեջ ինչ-որ վատ բան գտնեն ու մեղադրանք գտնեն։ Բայց բերեցին այդ կնոջը Հիսուսի մոտ ու ասեցին. Մովսեսի օրենքը ասում է, որ ամեն մի այսպիսի կնոջը պետքա քարկոծվի։ Դու ինչ կասես։ Գրված է, որ Հիսուսը գրում էր հողի վրա, ճիշտ ասած չգիտեմ ինչ էր գրում, գիտեմ, որ շատերն են ուզում գուշակել, թե ինչ էր գրում, բայց Սուրբ Գիրքը չի ասում, թե ինչ էր գրում։ Ու նրանք անընդհատ սկսեցին ստիպել Հիսուսին, դու ինչ կասես, որպեսզի եթե Հիսուսը մի կողմից ասեր, որ բաց թողեք նրան, նա դեմ կեղներ Մովսեսի օրենքին, մյուս կողմից եթե ասեր քարկոծեք, նա չէր եղնի այն քարոզիչը, որ եկել էր սեր քարոզելու, ներում քարոզելու եւ այլը եւ այլը։ Երբ որ շատ ստիպեցին, Հիսուսը այդ մարդկանց անդրադարձավ ու ասաց. ով է ձեզանից անմեղ, որ մեղք չունի, թող նա առաջինը գցի այդ քարը։ Ու գրված է, որ երբ մարդիկ լսեցին այդ խոսքը, իրանք հանդիմանվեցին իրանց խղճի մեջ ու գցելով այդ քարերը, որ արդեն վերցրել էին, որ խփեն այդ կնոջը, հեռացան մեծից մինչև փոքր։ Երբ Հիսուսը շրջվեց, տեսավ, որ մնացել է այդ կինը եւ ինքը։ Այդ կնոջը ասաց. ով կին, ուր են քու դատապարտողները։ Ոչ մեկը քեզ չդատապարտեց, կինն ասաց. ոչ Տեր։ Հիսուսն ասաց. ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա ու այսուհետև մի մեղանչիր։ Սա պատմությունն է, որը գրված է Հովհաննես ավետարանի մեջ։ Ու առաջի բանը, որ մենք տեսնում ենք, այս կինը լինելով մեղավոր ու հասկանալով, որ այդ մեղքի պատճառով իրան մահ է սպասվում, եթե իրան բռնեն, որովհետև նա լավ գիտեր Մովսեսի օրենքը։ Նա գիտեր, որ մեղքի պատճառով իրան կսպանեն, եթե բռնեն։ Նա միևնույն է չէր կարողանում մեղք չգործել, որովհետև մեղքը մարդուն բերում է գերության։ Ես 13 տարեկանից սկսել եմ ծխել, մի քիչ ուշ սկսել եմ խմել, իմ բերանը եղել է շատ կեղտոտ ու հայհոյող, ու ես միշտ, երբ որ կարդում եմ այս կնոջ վիճակը, ես տեսնում եմ իմ վիճակը։ Ես ամեն անգամ ասում էի, ես կարող եմ ազատագրվել, ես կարամ թարգեմ այդ ծխելը, քանի անգամ փորձել եմ, չի ստացվել։ Ամեն անգամ խմելուց հետո ամեն մի խմող ասում է, ես ինչ արեցի, էլ չեմ խմելու, բայց չի ստացվում։ Ամեն մի շնություն անող ասում է, էլ չեմ անելու, բայց չի ստացվում, որովհետև մեղքը որպես երևույթ, ես մեղքերի մասին չեմ ուզում ասել, ասում եմ մեղքը որպես երևույթ, մեղքը դա ուժ է, որ գալիս է ստիպելու մարդուն, որ մարդը մեղք գործի։ Մարդը չի ուզում իր ուղեղով, բայց մեղքը ստիպում է, որ մարդը մեղք գործի։ Գրված է, որ մեղքի զորությունը օրենքն է։ Այսինքն մեղքը ունի զորություն։ Մեղքը ունի զորություն։ Գիտեք, այսօր մենք ունենք օրենքներ։ Այս երկիրը օրենքի երկիր է։
Ու այս երկրի օրենքները ունեն ուժ, ունի զորություն, այսինքն մարդը, որ խախտում է այդ օրենքը, ինքը դատապարտության տակ է մտնում, որովհետև մեղքը բերում է դատապարտություն։ Ու այդ մարդիկ, որ բերել էին այդ կնոջը ու ասում էին, որ Մովսեսի օրենքով իրան մահ է սպասվում, ճիշտ էին ասում, որովհետև օրենքն էր թենց ասում, իրանք չէին հնարել իրանցից, որովհետև Աստծո խոսքի մեջ է գրված, որ մեղքի վարձքը մահ է։ Ամեն մի մարդ դատապարտված է իր մեղքի պատճառով։ Բացի նրանից, մեղքը բերում է դատապարտություն մարդկանց կողմից։ Այսօր շատ են մարդիկ դատում մեկ-մեկին։ Այս սան հենց արավ, այնան հենց արավ, ու շատ ժամանակ ճիշտ են ասում։ Մեղքը բերում է դատապարտություն մարդու խղճի մեջ, երբ մարդը մեղքի պատճառով իր խղճի մեջ է տանջվում, ու չկա մեկը, որ իրան ազատագրի, չկա մեկը, որ հանգստացնի իրան։ Ու այդ մարդիկ եկան ու Հիսուսին ասում էին, դու ինչ կասես։ Հիմա վերցրել են քարը, դու ինչ կասես։ Գիտեք ինչ Հիսուսը ասավ, ով ձեզանից անմեղ է, ով է ձեզանից անմեղ։ Թող ինքը առաջինը գցի քարը։ Ոստեղ մի հետաքրքիր բան կատարվեց։ Այդ մարդիկ բոլորը իրանց խղճի մեջ հանդիմանվեցին, բայց ավելի զարմանալի բան պատահեց։ Նրանք նրա փոխարեն, որպիսի ընկնեին Հիսուսի առաջ ու ասեին, այո Տեր, մենք մեղավոր ենք, այդ մարդիկ բոլորը հեռացան։ Գիտեք, այսօր շատ ժամանակ մարդը զգալով իր ներսը հանդիմանության, գիտենալով, որ իր կյանքը չի համապատասխանում ոչ միայն Աստծո խոսքին, այլ չի համապատասխանում այն ճշմարտությանը, որ կա իր շուրջը, որ կա իր հասկացողության մեջ, հասկանում է, որ ինքը ճիշտ չի անում, բայց հեռանում է Հիսուսից։ Այս մարդիկ նրա փոխարեն, որպիսի գային Հիսուսի մոտ, նրանք քարերը գցեցին եւ հեռացան։ Հռոմեացիս 6:16-ի մեջ գրված է. չգիտեք ում որ ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք։ Ում հնազանդվում եք, թե մեղքին մահվան է տանում, եթե Աստծո հնազանդությանը արդարության է տանում։ Այսինքն խնդիրը նրա մեջ չի, որ Աստված ինչ որ մեկին ուզում է փրկի, ինչ որ մեկին չի ուզում փրկի։ Խնդիրը նրա մեջ չի, որ Աստված ինչ որ մեկին ուզում է ների, ինչ որ մեկին չի ուզում ների։ Խնդիրը նրա մեջ է, որ մեկը ուզում է գա Աստծուն, մեկը ուզում է գա Հիսուսին, իսկ այն մյուսը չի ուզում։ Մարդը կարա շատ պատմություններ պատմի, մարդը կարա շատ խղճալի բաներ ասի։ Շատ ժամանակ մարդուն դու վկայում ես, ասում ես, ինքը լրիվ լսում է ու ամեն ինչի հետ համաձայն է քո հետ։ Բայց ինքը չի ուզում գալ Հիսուսի մոտ։ Ինքը հանդիմանվում է իր մեջ, ցածակցում այդ քարերը ու հեռանում է։ Դրա համար, գիտեք, այսօր կա տենց մի ուսմունք, տեսություն, որ ասում են, որ մարդկանց փրկության մեջ մարդը ոչ մի դեր չի խաղում, այլ միայն Աստված է դեր խաղում։ Աստծո որոշումն է դա։ Ոչ, մարդու փրկության մեջ կա երկու կողմ, կա Քրիստոսի խաչի վրա կատարածը եւ կա մարդու որոշումը։ Եթե մարդը չորոշի գալ Հիսուսին, եթե մարդը չորոշի մնալ Հիսուսի հետ, եթե մարդը չորոշի իր կյանքը տալ Հիսուսին, նա չի փրկվի։ Գիտեք, ես մոտավորապես 90 թվականին իմ հետ ինչ-որ մի բան կատարվեց, երբ ավետարանչական հավաքույթ էր քաղաքում, այն ժամանակ Լենինգրադում, եւ ես ներքուստ հասկացա, որ կա Աստված։ 90 թվականից մոտավորապես մինչև 90 թվականը ես գիտեի, որ կա մեղք։ Ես զգում էի մեղքի ծանրությունը, ես զգում էի մեղքի սարսափելիությունը, ես զգում էի, որ այդ մեղքերը քանդում են, քայքայում են իմ կյանքը։ Արտաքինից ամեն ինչ նորմալ էր։ Դեվիդ Վիլկերսոնի թղթեր կային, հրատարակում էին այն ժամանակ։ Այն ժամանակ կոմպյուտեր sense բաներ չկային։ Կարդում էի, հետաքրքիր է, որպես անհավատ մարդ կարծես թե ես ամեն ինչ հասկանում էի։ Իմ ներսը, իմ խղճի մեջ ես տանջվում էի։ Բայց երբ որ 96 թվականին ես կայացրի որոշում կյանքս ամբողջովին տալ Հիսուսին, իմ կյանքը փոխվեց լրիվ։ Իմ կյանքը փոխվեց այն րոպեից, այն վայրկյանից, երբ որ ես կայացրեցի
իմ ներսը որոշում։ Որովհետև մինչև այդ ինձ համար շատ կարևոր էր մարդիկ ինչ կասեն։ Ընկերներս ինչ կասեն, գործակիցներս ինչ կասեն, ծնողներս ինչ կասեն, բարեկամներս ինչ կասեն։ Բա որ մենք հավաքվենք միտեղ ու ինձ առաջարկեն խմել կամ բան, բա ես ո՞նց կասեմ ոչ։ Եվ այլը, որովհետև ես հասկանում եմ, որ դա մի քայլ է, որը ես պետք է անեմ ու հետ չվերադառնամ։ Ու ներքուստ ամեն մի մեղավոր հասկանում է դա։ Այս մարդիկ չհասկացան։ Բայց կար մի կին, որը բոլոր նորմաներով, բոլոր նորմերով շատ մեղավոր կին էր, որը արժան չէր, որպեսզի նրա հետ նույնիսկ նրան բարև տան, որովհետև նա դավաճանել էր իր ամուսնուն։ Մանավանդ այն ժամանակները այդպիսի կանանց ընդհանրապես ոչ մի բանի տեղ չէին դնում։ Կար կին, որը հասկանում էր ինչ վիճակի մեջ է ինքը։ Կար կին, որը հասկանում էր, որ ինքը կանգնած է մահվան եզրին, մի քանի րոպե ու քարերով իրան կսպանեն։ Կին, որը հասկանում էր, որ ինքը անելանելի դրության մեջ է։ Կին, որը արդեն իր մտքի մեջ պատրաստվել էր քարկոծվելու։ Ու հանկարծ ինչ-որ բան փոխվեց։ Հանկարծ նա տեսավ Տիրոջ հրաշքը, որ այդ մարդիկ քարերը գցեցին ու գնացին։ Այսօր շատ մարդիկ կարող են քարեր վերցնել քո դեմ, բայց եթե դու մնաս մենակ Քրիստոսի հետ ու քո կյանքը տաս Քրիստոսին, այդ քարերը կթափվեն։ Ես ասեմ ձեզ ավելին, այդ կինը հնարավորություն ուներ այդ րոպեին փախչելու այդտեղից, որովհետև նա ազատված էր, նրա կյանքին այլևս վտանգ չէր սպառնում։ Այն մարդիկ, որ քարերով ուզում էին իրան խփեն, այլևս չկային, նրանք բոլորը գնացել էին։ Ինչու չվեր կենալու չփախչել, որովհետև մահից ես ազատվեցի, իմ կյանքը ազատվեց մահից։ Մյուս պատմության մեջ գրված է, որ Հիսուսը անցնում էր ու այնտեղ կային 10 բորոտներ, որոնք հեռվից աղաղակում էին Հիսուս փրկիր մեզ։ Ու Հիսուսն ասաց գնացեք ձեր քահանաներին թող տենան ձեզ։ Երբ նրանք գնացին, բոլորը բժշկվեցին։ 10 հոգի բժշկվեցին։ Մեկը միայն վերադարձավ ու երկրպագեց Հիսուսին։ Մեկը միայն, 10-ից մեկը, ուր էին են մնացած 9, գնացին իրանց կյանքին։ Որովհետև այդ մարդկանց հետաքրքիր էր ոչ թե Քրիստոս, ոչ թե նա, որ իրանց համար խաչ էր բարձրացել ու խաչ պետք է բարձրանար, ոչ թե հավիտենականը, ոչ թե ներսի ազատագրումը, այն ինչ իրանց հետաքրքիր էր վերադառնալ իրանց նախկին կյանքին, վերադառնալ իրանց գործերին, վերադառնալ այնտեղ, որտեղից իրանք հետ էին եկել։ Այս կինը մնաց Հիսուսի մոտ։ Ու Հիսուսը նրան հարցնում է, ուր ակու դատապարտողները։ Չկա, որովհետև առաջի բանը, որ Տերը անում է մեզ, երբ որ մեր ներում է, ազատում է ամեն տեսակ դատապարտությունից։ Մենք այլևս դատապարտված չենք։ Քեզ կարող է դատապարտել ով ուզում է, քեզ կարող են դատապարտել մարդիկ, քեզ կարող է դատապարտել քրիստոնեական օրենքը, քեզ կարող է դատապարտել ուրիշ օրենքներ, ես ֆիզիկական օրենքների մասին չեմ ասում, քեզ կարող են դատապարտել նույնիսկ քո խիղճը, երբ Տերը գալիս է ու ասում է, ես էլ չեմ դատապարտում քեզ։ Նա միակն էր, որ իրավունք ուներ դատապարտելու, որովհետև ամեն մի մեղավոր մարդ իրավունք չունի դատապարտելու մյուս մեղավորին, որովհետև ամենքս էլ մեղավոր ենք, բայց կա մեկը, որ իրավունք ունի դատապարտելու ամեն մեկիս, բայց նա ասում է, ես քեզ չեմ դատապարտում, ինչ էլ որ դու արած եղնես, ինչպիսի կյանքով որ ապրած եղնես, եթե դու գաս ու կանգնես Հիսուսի մոտ ու քո կյանքը տաս Հիսուսին,
դու նրանից կլսես միայն մի բան. ես քեզ չեմ դատապարտում, որովհետև Քրիստոսի մեջ չկա դատապարտություն, որովհետև Քրիստոս եկել է այս աշխարհ, որպեսզի մեղքի ու մահի դատապարտությունից մեզ ազատի։ Քրիստոս եկել է, որպեսզի ների մեզ, ոչ թե դատապարտի մեզ։ Մենք առանց էլ դատապարտված ենք եղել, բայց նա եկել է, որպեսզի փրկի մեզ մեր մեղքերից։ Եթե այդպես է Հռոմեացիս 8:1-ի մեջ գրված է, եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են։ Ու երկրորդ բանը, որ Հիսուսը ասում է այս կնոջը, ասում է գնա ու այլևս մեղք մի գործիր։ Հետաքրքիր մի բան։ Տեր, ինչպես կարող եմ ես գնամ ու մեղք չգործեմ։ Ես մեղքի գերի էի։ Ես այսքան տարի ապրել եմ այս ժողովրդի մեջ, իմանալով, որ մեղքի համար ինձ մահ է սպասվում, բայց նույնիսկ դա չկարողացավ ինձ ստիպել ու զսպել, որպեսզի ես մեղք չգործեմ։ Այս կինը չասավ, ինչպես ես կարամ մեղք չգործեմ։ Գիտեք, երբ Հիսուսն ասում է գնա ու մեղք մի գործի, այսինքն դու ազատ ես մեղքից։ Այսինքն դու կարող ես մեղք չգործել։ Այսինքն ամեն ինչ կարող եմ Հիսուս Քրիստոսով։ Ամեն ինչ կարող եմ, դա նշանակում է ամեն ինչ, որ Տերը ինձ ասում է իր խոսքում, ես կարող եմ, որովհետև նրա ուժը գալիս է իմ մեջ։ Երբ որ Տերը ներում է մեզ, նրա շնորհն է գալիս մեր մեջ, իսկ Աստծո շնորհը դա Աստծո ուժն է, դա նրա սիրո ուժն է մեր մեջ։ Ամեն մի հավատացողի մեջ Աստծո շնորհը գալիս է եւ տալիս է մեզ ազատագրում։ Երբ որ 96 թվականին ես արեցի այդ քայլը, ես ազատագրվեցի։ Ես մինչև այսօրս նույնիսկ չեմ նայել դեպի այդ մեղքերը։ Իմ շուրթերը մաքրվեցին։ Գիտեք, ես շատ ժամանակ տանը խոսալուց, երբ որ ծնողներս էին, քույրերս էին, ես շատ ժամանակ ինձ սկսում էի կոնտրոլ անում, որ հանկարծ կեղտոտ բառեր դուրս չկային, որովհետև սրտի լեցունությունից է շուրթերը, լեցունությունից են շուրթերը խոսում, բայց երբ որ ես եկա, ես նույնիսկ մի անգամից չհասկացա դա։ Մի քանի շաբաթ հետո ես հասկացա, որ ես ազատ եմ։ Ես մինչև այսօրս ազատ եմ խմիչքից, ազատ եմ ուրիշ մեղքերից, որոնց մասին նույնիսկ ինձ համար շատ ամոթալի է նույնիսկ հիշել, որովհետև երբ որ Հիսուս ներում է, չի ասում, լավ ներում եմ գնա, ինքը տալիս է մեզ ուժ, իր կյանքն է մեր մեջ, ու մենք կարող ենք մեղքին ասել ոչ, մենք կարող ենք ասել ով է դատապարտում, եթե Տերն է մեզ փրկել, Տերն է մեզ ազատել, որովհետև Քրիստոսի մեջ չկա դատապարտություն, եւ հաջորդ համարը, որ ասում է Հռոմեացիս 8:2-ի մեջ, ասում է, որովհետև հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով է կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Քրիստոսի մեջ կա ազատագրում։ Ներման ուժը բերում է մեզ ազատագրման։ Երբ մարդը ստացել է իրոք ներում Տիրոջից, երբ մարդը իրոք եկել է ապաշխարել է Տիրոջ առաջ, իր կյանքը տվել է Հիսուսին, Տերը ներում է նրա մեղքերը ու ազատագրում է նրան մեղքերից։ Այն օրվանից, երբ մենք տալիս ենք մեր կյանքը Հիսուսին, մեղքը էլ ուժ չունի մեր վրա, իշխանություն չունի մեր վրա։ Գիտեք, մարդը, ես ին վրա կասեմ, ես նման էի, երբ որ անհավատ է, ես նման էի մի գործարանի, որ արտադրում էր ինչ-որ արտադրանք, որի անունն էր մեղք։ Բայց երբ ես եկա Հիսուսի, Հիսուսը կանգնեցրեց այդ գործարանը, կանգնեցրեց այդ արտադրությունը,
քանդեց ամեն ինչը, բայց պահեստներում դեռ մնում են այդ արտադրանքը, ու ինքը կամաց ազատագրում է մեզ այդ ամեն ինչից։ Այո, մենք մեղք գործում ենք, բայց մենք մեղքից առաջ ենք։ Այո, մենք մեղքի մեջ ընկնում ենք, բայց մենք դրա մեջ չենք վայելում այդ մեղքը։ Գիտեք, տարբերություն կա խոզի ու ոչխարի մեջ։ Խոզը իր կեղտի մեջ, ինչքան էլ ուզում է խոզին լվանաս, ինքը մեկա պետքա վազի, մի հատ կեղտաջուր գտնի ու այնտեղ ինքը վայելի։ Բայց վերցրեք ոչխարին եւ գցեք ցեխի մեջ, նա իրան թափ կտա ու կվազի դեպի ջուր, դեպի մաքուր տեղ։ Քրիստոսի մեջ մարդիկ նման են։ Դրա համար է Հովհաննեսն ասում, ով որ Հիսուսի մեջ է, նա մեղք չի գործում։ Դա չի նշանակում, որ մեր կյանքի մեջ մեղք չի լինում, դա նշանակում է, որ մենք ազատ ենք այս կնոջ նման։ Լինելով մեղավոր, նա հանդիպեց Հիսուսին եւ նրա կյանքը փոխվեց։ Ես լինելով մեղավոր ու շատ շատերս լինելով մեղավոր, մենք հանդիպեցինք Քրիստոսին ու մեր կյանքը փոխվեց։ Մենք վրեստին ծնվեցինք ու մեր կյանքը փոխվեց։ Մենք մեղքի ծառա էինք, այսօր մենք ազատ ենք։ Դրա համար ուզում եմ կոչ անեմ ամեն մեկիս, ինձանից բռնացրած, ինձանից սկսած, ով էլ ուզում է ես եղնեմ, ինչ էլ ուզում է ես արած եղնեմ, ով ուզում է ինձ դատապարտի, ով ուզում է ինձ ինչ ասի, եթե ես գալիս եմ Հիսուսի մոտ, Հիսուսը ներում է իմ մեղքերը, կասեմ ձեզ ավելին, նա նստած է հոր աջ կողմը եւ բարեխոսում է մեզ համար։ Քանի դեռ մենք այս երկրի վրա ենք, առավելություն ունենք, քանի մենք այս երկրի վրա ենք, մենք այդ շնորհը ունենք Տիրոջից, նա չի եկել դատապարտելու, նա եկել է ներելու, նա եկել է տա նոր կյանք,